Պարոն Աղազարյան, վերջին անգամ ձեզ հետ երբ զրուցեցինք, ձեր նկատմամբ հարուցված քրեական վարույթը, կաշառքի գործը, ինչու դատարան չի ուղարկում, արդյոք նախաքննական մարմնի հետ ինչ պայմանավորվածություններ կան, փաստացի հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հայտարարեց, անգամ ձեր դատավորը հայտնի է, թե որ դատավորի վարույթում է քննվելու այդ գործը, հայտնի այն դատավորը, որը եղել է նախկինում ՔՊ-ի պատգամավորների թեկնածուներից մեկն է, Սարգիս Պետրոսյանին է։ Դա եղել է 2021 թվականի ընտրությունների ժամանակատում, ինքը եղել է ՔՊ-ի ցուցակում։ Այո, Սարգիս Պետրոսյանը, եթե չեմ սխալվում, բայց ամեն դեպքում փաստացի ինքը եղել է ՔՊ-ի պատգամավորների եւ Ռոբերտ Քոչարյանի գործն է քննում, հիմա ձեր գործը արդեն հակակոռուպցիոն դատարանում է, Սարգիս Պետրոսյանի վարույթում է գտնվում։ Երևի, ենթադրում եմ։ Ինչ սպասելիքներ ունեք դատարանից հաշվի առնելով, որ դատավորը նախկինում եղել է ՔՊ-ի պատգամավորի ցուցակում։ Այսօր մեր իրավական համակարգը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում եւ ժողովրդի մոտ վստահության աստիճանը իրավական համակարգի նկատմամբ շնորհիվ իհարկե վարչապետի անվստահության դեպքը շատ բարձր է։ Եվ այդ ամեն ինչը ժողովրդի մոտ վերականգնելու բացը հրաշելու համար կարևորագույն դերակատարություն ունեն դատարանների քննությունների անաչառությունից օբյեկտիվությունից շատ բան կախված, որպեսզի կոմպենսացվի այն իրավիճակը, որ ստեղծեց վարչապետը, մասնավորապես բարձրագույն դատական խորհրդի նախագահին SMS-ով հրահանգելով, որ արտադրի պաշտոն։ Բայց նույն այդ SMS-ով հեռացված դատավորը, որ այդ պաշտոնը ԲԴԽ-ի համարեց թունավոր աթոռ, այսօր այդ պաշտոնը զբաղեցնում Կարեն Անդրեասյանի մասին է խոսքը։ Այս սարսափելի հենց դա է։ Սարսափելի հենց դա է, որ ասենք վարչապետը փաստորեն ճշելով այս կամ այն պաշտոնյային ասկաման քաղաքական գործին, որ ենթարկում է ճշումներին, ապա ինքը արևի տակ տեղ ունենալու հնարավորություն կա ընկետապնդի։ Սա շատ վատ է, մի կողմից դու պայքարում ես քրեական ենթամշակույթի դեմ շատ լավեսանում պայքարում ես, բայց մյուս կողմից դա իրավական համակարգի մակարդակը ինչեցնում ես շատ ցածր բանի։ Իսկ քրեական ենթամշակույթը երբ է արտաբանանում գլուխ բարձրացնում եւ հազարգացնում, որտեղ վստահություն չի եղել դատական համակարգի, իրավական համակարգի նկատմամբ, մարդիկ դիմել իրենց հարևան գագոյին, իրենց ցարի հատված մարդ էսիչին, այդ հասերը լուծելավար, եւ այդ դրոն քրեական ենթամշակույթը կերակրվել է եւ գոյություն ունի։ Հետեւաբար դատարանների դերակատարությունը շատ կարեւոր է եւ ես հույս ունեմ, որ դատավորը ինչքան որ դասել եմ ասում բավական օբյեկտիվ է ՔՊ-ի ցուցակում է եղել նախկին ՔՊ-ի Անակնկալներ սպասվում են իրավապահ մարմիններին եւ առասարակ այն կառույցներին կամ իշխանություններին, որոնք հենց Հովիկ Աղազարյանի նկատմամբ այս քրեական վարույթը, ինչպես դուք եք նշում, հարուցեցին ձեզ պատժելու նպատակով, պարոն Աղազարյան, անակնկալ դատարանում սպասվում է սյուրպրիզներ, այսպես ասած։ Արդեն տրամադրվել եք, որ գնալու եք դատարան։ Վախենում եք։ Իսկապես, պարոն Աղազարյան, այսինքն հոգեպես պատրաստ չեք հայտնվել կալանավայրում։ Համատարած կալանավորումների շարք է սկսվել ըստ էության։ Գիտեմ, ինչ ամեն վախենում եմ։ Ով է երազում է կալանավորվի, բայց ոչ մեկը չի ուզում, բայց դա չի կարևորը։ Կարևորը այն է, որ ես ասեք ինքս որևէ կերպ ոչ չդոտել նախաքննական գործընթացի երբ կանչել է գնացել եւ ես կոմենտ դատարան ոչ չգնա։ Այս քրեական վարույթով, պարոն Աղազարյան, հաշվի առնելով, որ գործը գնացել է դատարան, այս քրեական վարույթով հնարավոր է Հովիկ Աղազարյանի հաշվի առնելով, որ նախընտրական process-ը լավ սկսվում լրացնել։ Ասեն սուս մնա, ասում են բոլորին համատած բերանները փակելու են ինչեւ ընտրությունն է, չէ՞։ Որն է դա։ Չեք ուզում գաղտնիքներ բացեք։ Հա։ Իսկ ձեր որդու քրեական վարույթով որևէ տեղաշարժ չկա քննչական կոմիտեում։ Չեն կանչել որևէ հարցաքննության բան։ Բայց նախաքննությունը շարունակվում է, չէ՞։ Մահակ է, հա, պարոն Աղազարյան, ձեր դեմ հետագայում օգտագործելու համար, այդպես է կարծում։ Իհարկե, այդպես հնարավոր չի տեսեք։ Գցենք հայտնի ոչխարների գործը։ Այո։ Որ ես չեմ ասում այդ ոչխարների գործը սարքերների գլխին։ Այդ ոչխարների գործը ո՞նց է առաջացել։ Մեկ այլ գործով, վարչական իրավունքների ակտիվության գործով, Ona operativ հետախուզական միջոցառումների Սլավիկ Կարապետյան, այո։ Սլավիկ Պողոսյան նկատով իրարին եւ իրենք զրուցել են իրար հետ, որ
Sensiz Gorska, Başkaları Gorska, Mikrosarik Babası'nın sağladığını çalışıyor. Garantan semizde okuyor, garanti emniyetleri harçları bulacak. Ya kiremiş kurtardı, ya kiremiş kirepanını ve Slavik Karpi'den Zangela ve Kandipelek ve Hadipacı'nda polis kusatçı şeydir. Bayt. İlava baklar bir şeyin kadar, o zaman üç çağrı şeyin. Yani Arhanetinin Vaçapeti hatta istemişsiniz, ağın zamana kalır. Heterobar yaşamasın burada sarkısıyla, orada indem, aspet kuşlar, kıyakan, anahtarlatman heterobar. Bayt, bir fırsat dediğinizde bir tahmin inşallah Vaçapeti hep, zannediyor, burada heterek harçak kırıcılığı, intensivin içinde organ tasmin bir kanı harçak kırıcılığı, bir kanı aspet kuşlar arayıyorsun diye böyle var. Akın hakikaten burada artık oktavgası böyle. Bu sası kakan, coşmak gördük. Որ դատախազը գա ազգային ժողով։ Ուրիշ է տակ հաստ։ Էմի դրվագը $23,000 այսպես գործակետադրյալ կաշառքի դրվագը։ Հայկ Նազարյանը համացանցում 23 թվականի Գրառում էր կատարել։ Վերցնում փողերը գործը չեն նարել ստկում եկում, բռնեք, բերեք 4 օր ժամանակ մամանակ ստկում եկում։ ու գադար գոհարանոթիկ ինքան ասել որ ավազանիկի կաշառքատար շինթուտինցան մոտ չի արել $22,000 թողնում հետ չի տալիս ես նացի նախասեցի մեկ կանչեք այդ գոհարինով հայկի որ բաներ արել չկանչեցի չեկան ես նացի աղում հետո մի քանի օր ուսումնասիրելուց հետո սա պարոնով դիմի իրավապահներներին ես դիմել եմ իրավապահներներին Ձեր ես դիմացը ձեր դեմ շուտ տվեց հետո Հայք Սաքսյանի հեռախոսը դալիս մեկ տարի հետո ինչ-որ արմանանում, արգրանեց ինքը տալիս, արզում է այդ հեռախոսի մեջ կա Արամ Մակաչյանի ուղերձները Հայք Սաքսյանին իմ հանցավոր կեցվածի հետ կապված իրան խապել եմ և այլ, այն մարդը, որ խապերություն համար նստել է, դատապատել է 5 տարի, այն մարդը, որ այս պայհին դատական գործոն թասագրում և պատել ուշքերյական վարույթ կայարնակատում և փախածը լացակումած բանանում հայում։ Բայց այդ լացակումած մտքերի մեջ նաև ուրիշ միտք կա ասում։ Ասում որ աղազերեն ինքն է գնացել դիմել իրավապահ մարմիններին, որ առաջ լինի։ Եվ քնիչը զավրամշանություն չի դարձել։ Թողնում է անտեսված, որովհետև եթե տեսնեք, տեսնեք որ նույն բանում ես եմ դիմել իրավապահ մարմինին չի անտեսվում է, որպեսզի նախապատրաստի դատախազի միտքը ազգային ժողով եւ հաշվի չի առնում այդ հանգամանքը։ Դեպի դատախազը գալիս է ինչ-որ բաց դերանում եւ այլ, դրանից հետո նոր ինքը դիմում քննչական կոմիտեն, ասես բան ա եղել, ախպերների բանման, ասում հարևել, քարտերից բան։ Ու ասի նույն տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը $8,000 մատանի եւ հեռախոսի անդամաժողովության։ Ապացուցվել է, որ հեռախոսը $60,000 է, $8,000-ից անց $60,000, նայ $8,000, ճիշտ է։ Նույն բանն է, $100 տարբերությամբ։ Այսինքն, որ Արամ Մկրտչյանը, հայտի ասելով, Արամ Մկրտչյանը ինքն ցանկով իմ ընկերուհուն $8,000 մատանյանը եկել։ Դատախազը բերել է իրար որպես բան, մեղ, այդ գոտերի տարբերություն, մեղ դրել անի միջնորդության հիմքում է այսպես կոչված։ Նախաձեռնության ընթացքում պարզվեց, որ չկա այդպիսի բան, չի եղել այդպիսի բան, ուղղակի Արամ Մկրտչյանը հիմա ասում է հետևյալը, որ ես Աղազարյան Հովիկին առել եմ մատանին $800, ասում եմ $8,000, արդեն $800, որպես ինքը դրին է եկերում, գարնա այդպես, ասենք ցցում բանը դուրս է եկել։ Եվ ամենասարսափելի բանը, Արամ Մկրտչյանը փախուստի մեջ է, իր նկատմամբ հետախուզում հայտարարված եւ հարցակնություն տեղի ունեցել հեռավար։ Միշտ մա հետախուզման մեջ է բան։ Հարցակնություն տեղի ունեցել հեռավար, ասենք Telegram կանալի միջոցով, այստեղ նստած այլ է փաստաբանը, այնտեղ իդրից են հարցակնել են, դա օրենքի խախտում է։ Պետք է ինքը հարցակնվել լիազորված մարդու ներկայությամբ հյուպատովս, դեսպան, դեսպանական աշխատող, իրավունքները այդ բանը ներկայացնել, սա օրենքի խախտում է։ Այս ապացույցը դատարանը չի կարա ինքը տանել։ Այս ապացույցը դատարանը այն մյուս բաները չասեմ, որպեսզի դատախազը գեղեցիկ կեցվածքով Անտոնյանը Աննա Վարդապետյանի մասին է խոսքը։ Աննա Վարդապետյանը ասել է, որ բանը շուտ ասելու գիրմանյալ բառերը որ շփրտում է իրան թվաթախելու բաները ասում։ Դա այդպես չի։ Չէ, դա ման Անտոնյանը, որոնց խոսում գործել արդեն
Դատավճիռը կայացված, հեսա, որ հեսա տնենք ոնց են հաստերին պատասխանել, չհուշենք, թե ոնց ենք իրաց ոտերը կոտրելու դատարանում։